Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձեի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գործընկերային համագործակցության հետագա խորացման հետ կապված հարցեր։ Մասնակիցները նաև քննարկել են տարածաշրջանային մարտահրավերները եւ անվտանգության ոլորտում գործակցությունը զարգացնելու հնարավորությունները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի։ Նրան ընդունել է Մամուկա Մդինարաձեն։ Կողմերը քննարկել են երկու երկրի ռազմավարական գործընկերությունը եւ անվտանգության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդումը։ Հատուկ ուշադրություն է դարձվել գերատեսչությունների միջև տեղեկատվության եւ փորձի փոխանակմանը։ Ընդգծվել է, որ անվտանգության ծառայությունների սերտ փոխգործակցությունը նպաստում է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը։ Թբիլիսիի կենտրոնում տեղի է ունեցել մինչև վերջ, մինչև հաղթանակ կարգախոսով բողոքի ակցիա։ Մասնակիցները պարզել են Վրաստանի, Եվրամիության ու Միացյալ Նահանգների դրոշները։ Երթին մասնակցել են ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այդ թվում Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ պայքարում են արդար ընտրությունների եւ երկրի եվրոպական ապագայի համար։ Նրանք նաև պահանջել են ազատ արձակել ձերբակալվածներին։ Վերջին 3 օրվա ընթացքում Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները վարչական իրավախախտումների օրենսգրքի համաձայն ձերբակալել են 60 ցուցարարի հավաքների եւ ցույցերի անցկացման կանոնները խախտելու համար, ասված է նախարարության հայտարարության մեջ։ Ներքին գործերի նախարարության տվյալով, չնայած բարեկային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցարարներին բազմիցս ուղղված կոչերին, զերծ մնալու անօրինական գործողություններ կատարելուց նրանք չեն ենթարկվել։ Հոկտեմբերին Վրաստանի խորհրդարանն ընդունել է վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում եւ քրեական օրենսգրքում փոփոխություններ, որոնք խստացրել են հանրահավաքներ անցկացնելու կանոնները։ Համատեղ օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում Վրաստանի սահմանային ոստիկանության, Պարեկային ոստիկանության դեպարտամենտի եւ եկամուտների ծառայության աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի 2 քաղաքացու Վրաստանի պետական սահմանի անօրինական հատման եւ միգրանտների անօրինական տեղափոխման մեղադրանքով։ Վրաստանի սահմանային ոստիկանության տվյալով հանցագործությունը պատժվում է մինչեւ 5 տարի ազատազրկմամբ։ Սահմանային ոստիկանության աշխատակիցները Սարփիի սահմանային անցակետում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, երբ նա իր վարած բեռնատարով անօրինական կերպով Թուրքիայի Հանրապետությունից տեղափոխել է Թուրքիայի մեկ այլ քաղաքացու, շրջանցելով անձնագրային հսկողությունը եւ թաքցնելով նրան մեքենայի կցորդում։ Նա նույնպես ձերբակալվել է որպես կասկածյալ։ Վրաստանի պետական սահմանի անօրինական հատման եւ միգրանտին Վրաստանի պետական սահմանով անօրինական տեղափոխման փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է, ասված է Վրաստանի սահմանային ոստիկանության տարածած հայտարարության մեջ։ Ստամբուլի կանոնավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հարցաքննվել է քաղաքի գլխավոր դատարանում լրտեսության հնարավոր մեղադրանքների վերաբերյալ վերջերս սկսված քննության շրջանակում, հաղորդում է Associated Press-ը։ Հարյուրավոր աջակիցներ հավաքվել են դատարանի շենքի առջև աջակցություն հայտնելու ընդդիմադիր քաղաքական գործչին, որը համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մրցակիցներից մեկը։ Լրտեսության գործով քննությունը սկսվել է 2 օր առաջ։ Այն կենտրոնացած է Իմամօղլուի նախընտրական շտաբի եւ մի անձի միջև ենթադրյալ կապերի վրա, որը հուլիսին ձերբակալվել էր օտարերկրյա պետությունների օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով։ Քննության շրջանակում հարցաքննվել է նաև Իմամօղլուի նախընտրական շտաբի նախին ղեկավար Նեջաթի Օզքանը եւ լրագրող Մերդան Յանարդաղը։ 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Չաղլայանի դատարանը որոշել է լրտեսության մեղադրանքով կալանավորել Իմամօղլուին։ Ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը դատարանի որոշումը որակել է սահմանադրության խախտում եւ իր կարծիքով Իմամօղլուին նախագահի ընտրությանը մասնակցելուց կանխելու փորձ։ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է, որ դուրս է բերում իր բոլոր ուժերը Թուրքիայից դեպի Իրաքի հյուսիս։ Մենք դուրս ենք բերում մեր բոլոր ուժերը Թուրքիայի տարածքից, ասված է հաղորդագրությունում։ Հստակեցվում է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության 25 անդամ, տղամարդիկ եւ կանայք արդեն գտնվում են Իրաքի հյուսիսում։ 1984 թվականից ի վեր թուրքական պետության դեմ ապստամբություն ծավալող Քրդստանի աշխատավորական կուսակցությունը մայիսին որոշել է զինաթափվել եւ լուծարվել բանտարկված առաջնորդ Աբդուլլա Օջալանի զինված պայքարը դադարեցնելու կոչից հետո։ Մարտերի ընթացքում զոհվել է ավելի քան 40,000 մարդ։ Հուլիսին արգելված խմբավորումը, որը Թուրքիայի Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն, ոչնչացրել է որոշ զենքեր որպես բարի կամքի խորհրդանշական դրսևորում։ Քարդիլի լեռներում հյուսիսային Իրաքում գտնվող խմբավորման հենակետում միջոցառման ժամանակ արված հայտարարության մեջ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է, որ որոշել է դուրս բերել իր բոլոր զինյալներին Թուրքիայից ազատ, ժողովրդավարական ու եղբայրական կյանքի հիմքերը դնելու համար։ Նաև նշվում է, որ այս քայլն արտացոլում է խմբի հանձնառությունը զինաթափման
կառավարման եւ ինտեգրման գործընթացին, հավելելով, որ Թուրքիայի կառավարությունը պետք է այժմ հարթի Քրդստանի աշխատավորական կուսակցության անցման ճանապարհը դեպի ժողովրդավարական քաղաքականություն, ընդունելով ինտեգրման օրենքներ։ Թուրքիայի նախագահ Էրդողանի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը ասել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության դուրսբերման որոշումը կառավարության աբեկչությունից զերծ Թուրքիա նպատակի կոնկրետ արդյունք է։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության միջև հակամարտության ավարտը կարող է հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանում, այդ թվում հարևան Սիրիայում, որտեղ Միացյալ Նահանգները դաշնակից է քրդական ուժերի հետ, որոնց Անկարան համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության ճյուղ։ Չեռնոգորիայի իշխանություններն արագացված կարգով կչեղարկեն Թուրքիայի քաղաքացիների համար սահմանված առանց վիզայի ռեժիմը։ Պատճառը Թուրքիայի քաղաքացիների կողմից Պոդգորիցայում տեղացի բնակչին դանակահարելու դեպքն է։ Այդ մասին X-ի էջում գրառման մեջ հայտնել է Չեռնոգորիայի վարչապետ Միլոյկո Սպայիչը։ Մենք հրատապ կարգով որոշում կկայացնենք Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը ժամանակավորապես վերացնելու մասին։ Տնտեսական ակտիվությունը եւ երկկողմ լավ հարաբերությունները պահպանելու նպատակով մենք առաջիկայում կսկսենք ինտենսիվ բանակցություններ Թուրքիայի Հանրապետության հետ գտնելու օպտիմալ տարբերակ, որը կլինի փոխշահավետ ու համագործակցության եւ դաշնակցային ոգուն համահունչ։ Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադեղը հայտարարել է, որ երկար սպասված պայմանագիրը Ռուսաստանի հետ Ռաշտ-Աստարա երկաթուղու կառուցման ավարտի վերաբերյալ նախատեսվում է ստորագրել հաջորդ ամսվա ընթացքում, հաղորդում է Թասնիմը։ Նախարարն ընդգծել է Իրանի վարչակազմի ակտիվ դիվանագիտական գործունեությունը հարևան երկրների հետ հարաբերություններում, նաեւ տրանսպորտային ոլորտի կարևոր դերը տարածաշրջանային կապերի ամրապնդման գործում։ Նա նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել է Ադրբեջան եւ Պակիստան տարածաշրջանային համագործակցության շրջանակում։ Սադեղը հայտնել է, որ պայմանագիրը Ռաշտ-Աստարա երկաթուղու կառուցման ավարտի վերաբերյալ նախատեսվում է ստորագրել Ռուսաստանի հետ մինչև հաջորդ ամիս։ Նա տեղեկացրել է, որ Բաքվում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք կենտրոնացած էին բեռնափոխադրումների եւ տարանցման ապահովման վրա, հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի բացակա օղակի, մասնավորապես Ռաշտ-Աստարա երկաթուղու ուղղությամբ, գերազանցել են նախնական ակնկալիքները։ Սադեղը նաեւ անդրադարձել է Պակիստանում կայացած հանդիպմանը, նշելով, որ քննարկվել է 3 հիմնական հարց՝ Իրանի որպես տարանցիկ միջնորդի դերակատարումը Պակիստանի եւ Եվրասիայի ու Կովկասի երկրների միջև, Պակիստանի որպես կապող երթուղու նշանակումը Չինաստանի եւ Իրանի միջև եւ չինական ապրանքների Պակիստանի եւ Իրանի միջոցով Եվրոպա տեղափոխման շրջանակների մշակումը։ Ամփոփելով նախարարը նշել է, որ ավտոմոբիլային եւ երկաթուղային ենթակառուցվածքների ընդլայնումը վճռորոշ դեր է խաղում տարածաշրջանային զարգացման խթանման եւ Իրանի հարևան երկրների հետ կապերի ամրապնդման գործում։ Իրանի խորհրդարանը հաստատել է արհեստական բանականության ազգային կազմակերպության ստեղծումը որպես անկախ մարմին, որը գործելու է նախագահի ղեկավարությամբ եւ ուղղված է լինելու երկրում արհեստական բանականության էկոհամակարգի կազմակերպմանն ու զարգացմանը, հաղորդում է Մեհրը։ Օրենսդիրները բաց նիստի ընթացքում հաստատել են արհեստական բանականության ազգային օրինագծի 3-րդ հոդվածում փոփոխությունը, որը նախատեսում է անկախ ազգային կազմակերպության ստեղծում, առկա ազգային ռեսուրսների օգտագործմամբ։ Կազմակերպության քարտուղարությունը գործելու է երկրի նախագահի ղեկավարությամբ, ապահովելով համապատասխան պետական մարմինների միջև համակարգումը արհեստական բանականության ոլորտում ազգային ռազմավարությունների իրականացման համար։ Արհեստական բանականության ազգային կազմակերպության ղեկավարին նշանակելու է նախագահը։ Կազմակերպությունը պարտավոր է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում մշակել իր կանոնադրության նախագիծը, գործակցելով գիտության, տեխնոլոգիաների եւ գիտելիքահենք տնտեսության հարցերով փոխնախագահի, վարչական հարցերի եւ կադրերի ընտրության կազմակերպության, պլանավորման եւ բյուջեի կազմման կազմակերպության, նաեւ գիտության, առողջապահության, աշխատանքի եւ կրթության նախարարությունների հետ։ Այնուհետև կանոնադրությունը կներկայացվի նախարարների կաբինետին հաստատման համար։ Այս օրենսդրական քայլը կարևոր փուլ է Իրանում արհեստական բանականության կառավարման համակարգի ինստիտուցիոնալացման եւ ազգային քաղաքականության մեջ դրա ինտեգրման ուղղությամբ։ Ռուսական երկաթուղիներ ընկերությունն այս պահին լուծում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական ապրանքների փոխադրման հետ կապված հարցերը, այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ադրբեջանական կողմը հաստատել է, որ մենք հնարավորություն ունենք օգտագործել Ադրբեջանի երկաթուղին ռուսական ապրանքներն Ադրբեջանի տարածքով Հայաստան փոխադրելու նպատակով։ Այսինքն այս իմաստով մենք շատ հետաքրքիր տեղաշարժ ունենք։ Հիմա ռուսական երկաթուղիները տարածաշրջանի իրենց գործընկերների հետ լուծում է հարցերը, թե ինչպես կազմակերպել այդ փոխադրումները։ Միաժամանակ մեր կողմից համապատասխան հանձնարարականները տրվել են գյուղատնտեսության նախարարությանը, որպեսզի հաշվի առնվի այս նոր լոգիստիկ երթուղին։ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է բոլոր սահմանափակումներն իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման նկատմամբ։ Արդեն իսկ հայտարարվել է, որ Ադրբեջանի տարածքով Ղազախստանը ցորեն է արտահանել Հայաստան։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ իր ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցի մասին։ Միացյալ Նահանգների նախագահն ընդգծել է, որ միշտ հիանալի հարաբերություններ է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն հիասթափված է, քանի որ կարծում է, թե Ուկրաինայում խաղաղության հասնելը շատ ավելի վաղ էր լինելու, քան խաղաղությունը Մերձավոր Արևելքում։ Այս համատեքստում Թրամփը հիշել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնությունների մասին, որոնք ձեռք են բերվել Վաշինգտոնում իր միջնորդությամբ եւ ներկայացրել է, թե ինչ է դրա մասին իրեն ասել Ռուսաստանի նախագահը։ Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում շատ բարդ էր։ Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ ինձ ասաց, որ դա հրաշալի է, քանի որ բոլորը փորձում էին դրան հասնել, բայց չկարողացան։ Իսկ դու կարողացար։ Ինձ դա հաջողվեց։ Դոնալդ Թրամփը հիշեցրել է նաև իր միջնորդությամբ այլ հակամարտությունների դադարեցման մասին, շեշտելով, որ բոլոր այդ դեպքերում ինքը մտածել է, որ դրանք ավելի բարդ է ավարտելը, քան հակամարտությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև, բայց ամեն ինչ այլ կերպ տեսավորվեց։ Նրանց միջև կուտակված շատ ատելություն կա, Պուտինի եւ Զելենսկու միջև շատ մեծ ատելություն կա միմյանց նկատմամբ, ասել է Թրամփը։ Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հռչակագիր են ստորագրել, որը որպես վկա ստորագրել է նաև Միացյալ Նահանգների նախագահը։ Վաշինգտոնի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրել են երկու երկրի միջև խաղաղության համաձայնագիրը, նաև ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ նամակը Մինսկի խումբը լուծարելու մասին։ Դրանից հետո թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Սպուտնիկ Ադրբեջանի գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը կալանքից ազատ արձակվելուց հետո լքել է Բաքուն, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Հունիսի 30-ին Ադրբեջանում ձերբակալել էին Սպուտնիկ Ադրբեջան գործակալության 7 աշխատակցի, երբ Ռուսաստանում ուժայինները մի շարք ադրբեջանցիների էին բերման ենթարկել, նրանցից մեկը մահացել էր։ Ստեղծված իրավիճակի ֆոնին Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները լարվել էին։ Ավելի ուշ հոկտեմբերի 9-ին Տաջիկստանում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Կողմերն անդրադարձել են 2024 թվականի դեկտեմբերին Ղազախստանում ադրբեջանական ավիաուղիների Բաքվից Գրոզնի մեկնող ինքնաթիռի վթարին, նաև երկու երկրում ձերբակալված իրենց քաղաքացիների հարցին։ Նախագահների հանդիպումից հետո ազատ է արձակվել Բաքվում ավելի վաղ ձերբակալված Սպուտնիկ Ադրբեջանի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը։ Մոսկվան էլ ազատ է արձակել Ռուսաստանում ձերբակալված ադրբեջանի քաղաքացիներից մեկին։ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել հումանիտար կապերի, գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում հարաբերությունների կարգավորումն Ադրբեջանի հետ նույն չափով, ինչ ադրբեջանցի գործընկերները, հայտարարել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ Նրա խոսքով Ռուսաստանը եւ Ադրբեջանը չունեն խոր արմատներ ունեցող պատճառներ ամբողջ ծավալով չվերսկսելու բոլոր հարաբերությունները։ Բաքվի եւ Մոսկվայի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին հունիսին Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարել էր երկրում ռուսական պետական եւ մասնավոր հաստատությունների կողմից նախատեսված բոլոր մշակութային միջոցառումների չեղարկման մասին։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։